Իմ համար Թումանյանի հեքիաթները դերասանի համար դա ոնց որ այբուբեն էլի խաղալու։ Եվ այդ պլաստիկաները, որ գալիս է էլի, կերպարից է գալիս, որ ինքը շատ ճկուն է։ Ճիշտ ասած, մենակ այս ներկայացումը չի, էլի եղել են ներկայացումներ ուրիշ թատրոններում, որ երկար են ապրել։ Կոնկրետ մերը երևի իր տեսակից է։ Իր շատ ճկուն, շատ էներգիայով հարուստ, շատ նույնիսկ պլաստիկայի ու խաղի մեջ երաժշտություն կա։ Հիմա չգիտեմ, այսքան տարիներ հետո դա պահպանվել է թե չէ, բայց ինքը ի սկզբանե այդպես է բեմադրվել։ Ոնց որ ասենք Վախտանգովի Արքայադուստր Տուրանդոտը, որ մինչև հիմա խաղում են, արդեն երևի 100 տարի է։ Ինքն էլ իր տեսակով շատ յուրօրինակ է, բայց այդ յուրօրինակությունը ունի իր պատճառները, էլի եմ ասում, իր երաժշտականությունն է, իր ռիթմիկան է, իր բեմադրված տեսակն է, ոնց է բեմադրվել, հա։ Շատ են եղել, հիմա ասես ճիշտ ասած չեմ կարող պատմել, օրինակ Աստղիկին գիտես Աբաջան, Աստղիկի պապան էլ է այս թատրոնում եղել, այդ սկզբնական շրջաններում, տարիներին։ Մենք ունեինք բանը, նայել Ձախորդ Փանոսը, հիմա չկա, չեմ խաղում։ Այդ Ձախորդ Փանոսի մեջ Աստղիկի պապան խաղում էր եզ, ես էլ եմ խաղացել։ Ու Աստղիկն ու իր եղբայրը դահլիճում նստած են եղել փոքր տարիքում։ Աբաջան Աշոտը, որ դուրս է եկել, սենց կիսով էինք դուրս գալիս, էլի, սենց փոքր կարճ վարագույր էր գնում, այդ կարճ վարագույրի տակն էինք մտնում, այս մենակ գլուխներս էր երևում։ Արամը, Աստղիկի աղբերը ասել է, վայ է եզը պապասա, Աբաջն էլ ասել է, սուսպ ձևդ կտրի եզի տղա։ Շատ պատմություններ են եղել, ճիշտ ասած, հիմա ասես չեմ կարողանում։ Ինձ ասացին, որ… Իմ բանը, ինչը։ Ասեք, չէ, ասեք, հետո ասեմ։ Չասեմ։ Որ տարբեր լեզուներով եք խաղացել ու տարբեր երկրներում։ Ոնց եք սովորել լեզուները, հեշտ էր, դժվար էր։ Ճիշտ ասած հեշտ էր, որ բոլորով ենք լինում, հեշտ է լինում։ Օրինակ Աշոտ Եդիգարյանը Գերմանիայում ձեռի մեջ էր գրել, հուզմունքից ձեռը քրտնել էր, այդ գրածը ջնջվել էր։ Իմ սկիզբն էր հետաքրքիր, որ մի անգամից ասին կգաս ու կմտնես ներկայացման, եկա բեխերը, շորերը բանայեցին, կուլիսում ու բրդեցին բեմ։ Ու սկսվեց այդ ամեն ինչ։ Առանց պատրաստվելու, առանց փորձանելու, առանց բանի։ Շինք շատ պրակտիկա։ Ուրեմն մենք այսօր խաղացինք Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթ, ընդամենը մի ժամում տեղավորվեց, եթե չեմ սխալվում, 8-9 հեքիաթ։ Սա հանճարեղ գրողի Հովհաննես Թումանյանի եւ հանճարեղ չեմ վախենում այդ խոսքից Հենրիկ Մալյանի բեմադրությունն է, քանի որ երկուսն էլ մեծություն են եղել, ստացվել է այն ինչ ունենք, վստահ եմ, որ Հայաստանում շատ-շատերն են տեսել, շատ սերունդներ, որտեղ արդեն 46-րդ տարին է լրանում։ Ես ինքս 26-րդ տարին եմ խաղում այս ներկայացումը, բայց քանի որ մեծացել եմ թատրոնում, հենց Մալյան թատրոնում 5 տարեկանից, որովհետև ինձ ծնողները աշխատել են էլի դերասաններ են։ Ես սկզբում որպես հանդիսատես փոքր նայել եմ այս ներկայացումը, հետո տենց մի շատ գեղեցիկ օր թատերական ինստիտուտ ավարտելուց հետո նաև ներգրավել եմ հիմնադիրների հետ Հենրիկ Մալյանի թատրոնի իրենց հետ խաղացել եմ։ Դե շատ տարբեր բաներ են տեղի ունեցել, որովհետև մենք եղել ենք շատ տարբեր երկրներում, իդեպ ասեմ, որ մենք տարբեր երկրներում խաղացել ենք տարբեր ազգերի հանդիսատեսի համար, օրինակ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ միշտ ով որ ծանոթ է ներկայացմանը, Կիկոսի մահը հեքիաթը թարգմանվել է մաքուր այդ երկրի լեզվով, ասենք եթե Ֆրանսիայում ֆրանսերեն սովորել ենք բոլորս դերասաններս, ովքեր զբաղված են Կիկոսի մահը հեքիաթում եւ խաղացել ենք ֆրանսերենով, Գերմանիայում ա եղել, այստեղ ունենք նաեւ ճապոնական տարբերակը, լուրջ ճապոներենի մասնագետի հետ աշխատել ենք եւ Կիկոսի մահը նաեւ խաղում ենք ճապոներեն, ոչ թե այնպես բառեր ենք էլի ասում, ուղղակի ուզում եմ ասել զուտ, բայց եղել է որ ասենք դերասանը պահի տակ մոռացել է այս որ հեքիաթն է, քանի որ Փարդաներով է, ու տենց հայտնվել է մի ուրիշ դերասան, ուրիշ հեքիաթը, որ չպետք է լիներ այդտեղ, ու տենց իրան բրդելով հրելով, որ օրենքով չպետք է դուրս գա, էլի Փարդա, այս ինչ որ տարբեր դեպքեր են եղել։ Հետո տարբեր բեմերում ենք խաղացել ըստ այդ բեմի, ըստ այդ բաների, ինչ որ կուրիոզ բաներ շատ են եղել, դե իհարկե իմ փորձը ավելի չի համեմատած մեծերի մեր 26 տարին, բայց
Իրանք ավելի բաներ կունենան պատմելու, գուցե առիթ լինի իրանք Ընտիր։ ասեն։ 46 տարի խաղում ենք, ներկայացումը գաղտնիքն ինչու՞մ է հարցնում եք, որտեղ գրել է Հանճարեղ լորեցին Հովհաննես Թումանյանը եւ Հանճարեղ բեմադրիչ Հենրիկ Մալյանը։ Հեքիաթները ինչու են այսքան երկար, որովհետև այս հեքիաթներով համամարտկային խնդիրների մասին է խոսում։ Այս պարզ օրը երևի թե Մալյանը նույն տեսակ պարզ բեմադրել է մի փարդայի միջոցով։ Շատ նման են իրար Մալյանի արած գործը եւ Հովհաննես Թումանյանի ասելիքը։ Եվ մենք էլ սիրով այդքան պարզ ներկայացնում ենք, ամենակարևորը սերն է, որը չի կարող ջնջել կամ հոգնեցնել, եթե կա գնահատելու այդ կարողությունը, դա հավերժի ճամփորդ են երկուսն էլ։ Այս շատ երկար ժամանակ ա, որ ներկայացումը մենք խաղում ենք 75 թվականից, հատվածներ ենք խաղացել, որտեղ սա մեր կուրսային աշխատանքներից է եղել։ Կիկոսի մահը 75 թվականից կարող եմ ասել, բարի կենդանը, ամեն մի հեքիաթ իր խորհուրդն ունի, եւ սա իմ համար շատ կարևոր ներկայացում է բոլորի համար, որտեղ Մալյանն ասում էր, այս ներկայացումը մի տարեկանից մինչև 99 տարեկան երեխաների համար է։ Ես ուրախ եմ, որ միշտ ունենք լեփեցուն դահլիճներ, ուրախ եմ, որ շատ սերունդներ են կրթվել այս ներկայացմամբ։